Մեկ տարի ընթացող դատավարություններում, երբ դատական նիստերը 150-ից ավելի են, չտեսան կոնկրետ փաստեր, ապացույցներ եւ արարքները մնացին չապացուցված։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուս Սահակյանը, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների եւ քաղբանտարկյալների դատավարություններին։ Ամբողջ նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն էր, ասել է Սահակյանը։ Անդրադառնալով պահման պայմաններին, իրավապաշտպանը նշել է, որ կադրերում լուսանկարչական նկատառումներով առանձնացված սենյակներ են, նպատակն է ներքին լսարանին ցուցադրել, որ մարդասիրական նորմերն Ադրբեջանում պահպանվում են։ Այս ամսվա վերջին կունենանք արդեն դատավճիռ Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան, հետաձգման միտումը մեզ համար նկատելի է, պատճառները դժվար է դեռևս ասել։ Բացի դրանից մեծացել է մեկուսացվածությունն արտաքին աշխարհից, ընտանիքից հայտնել են, որ պակասել է զանգերի հաճախականությունը։ Իրավապաշտպանը հաստատել է նաև, որ իրենք հունվարի 12-ին ստացել են տեղեկություն Բաքվում պահվող հայ գերիների մասին, չնայած այդ տեղեկատվությունն ադրբեջանական կողմը պետք է փոխանցեր նոյեմբեր ամսին։ Գևորգ Սարոյանը հայտնել է, որ դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը եւ կիրառել է հայցի բավարարման միջոց, վերականգնելով իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչեւ վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։ Նշենք, որ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բաամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Մարտի 1-ի գործի նոր քննությունից մեկ տարի անց հակակոռուպցիոն դատարանը հաստատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա 3 նախկին ենթակաների նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները։ Մինչ որոշման հրապարակումը Քոչարյանը հայտարարել է, թե նոր մեղադրականում սահմանադրությանը հակասող դրույթներ կան, իսկ որոշման փաստացի փոփոխվում է Ռոբերտ Քոչարյանի, Սերյան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։ Դատախազը դեռ 2024 թվականի նոյեմբերից էր միջնորդել փոխել նրանց հակասահմանադրական ճանաչված մեղադրանքը։ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածը պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, որը մինչև 10 տարվա ազատազրկում է նախատեսում։ Մեկ տարի շարունակ այս հարցով որոշումը ձգձգվում էր, նիստերը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում էին։ Հունվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, նորածին է մահացել, այդ օրը Երևանի բնակիչ 29-ամյա Ռոբերտ Գ-ն իր կնոջը տեղափոխել է Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է լույս աշխարհ գար նրանց առաջնեկը։ Մայրն առողջական խնդիրներ երբևէ չի ունեցել, հետազոտվել է բժիշկների կողմից, որից հետո բժիշկը ամուսնուն հայտնել է, որ կնոջ մոտ ամեն ինչ իդեալական է, առողջական ոչ մի խնդիր չունի ու առաջիկա ժամերին երեխան կծնվի։ Հայրը իր ընտանիքի անդամների հետ հիվանդանոցից տեղ չեն գնացել, սպասելով բարի լուրին։ Սակայն կարճ ժամանակ անց հիվանդանոցից օրը տեղեկացրել են, որ նորածինը ով տղա էր, ծննդաբերության ժամանակ մահացել է։ Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական կողմնորոշումների վերաբերյալ շարունակվող քննարկումների ֆոնին տնտեսագետները շեշտում են, որ երկրի տնտեսական իրականությունը շարունակում է հիմնվել կոնկրետ թվերի եւ առևտրատնտեսական կապերի վրա։ Մասնագետների գնահատմամբ վերջին 10 տարիներին ԵԱՏՄ-ին անդամակցությունը զգալի ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Պաշտոնական տվյալների համաձայն ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը բազմակի աճ է արձանագրել, իսկ միության մասնաբաժինը երկրի ընդհանուր արտաքին առևտրում այսօր արդեն գերազանցում է շուրջ 40%-ը։ Այս համակարգում առանցքային դերակատարն է Ռուսաստանը, որի հետ իրականացվում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության ավելի քան 1/3-ը։ Տնտեսագետ Միքայել Մելքումյանի խոսքով Հայաստանի համար ԵԱՏՄ-ն նախ եւ առաջ նշանակում է Ռուսաստան, որի հետ ձևավորված են հիմնական առևտրատնտեսական շղթաները։ Նրա գնահատմամբ, թեև Ղազախստանի եւ Բելարուսի հետ համագործակցության խորացման հնարավորություններ կան, համակարգի հիմնական ծանրության կենտրոնը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Խոսուն է նաեւ արտահանման կառուցվածքը տնտեսագետ Աղասիթ Հավադյանի տվյալներով Հայաստանի պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը արտահանվում է ԵԱՏՄ շուկա, հիմնականում Ռուսաստան։ Վերջին տարիներին այս ուղղությամբ արտահանումը աճել է ավելի քան 5 անգամ, մինչդեռ Եվրամիության արտահանումը որոշակի նվազում է գրանցել։ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն էլ նշում է, Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը ԵԱՏՄ-ն է, իսկ ԵԱՏՄ-ում առանցքային դերակատարը հենց Ռուսաստանն է։ Իհարկե, այդպես է, Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը ԵԱՏՄ-ն է, ԵԱՏՄ-ի մեջ Ռուսաստանն է, եւ դա բնական է, որովհետեւ պատմականորեն Հայաստանի առևտրային գործընկերը դա ԽՍՀՄ-ն էր, հետո ուրեմն ԽՍՀՄ-ի ֆրիզմից հետո երկրի Ռուսաստանը եւ այն երկրները, ովքեր ԵԱՏՄ-ում կազմել են մեկ ընդհանուր
տնտեսական միություն, քանի որ նաև չկան մաքսային եւ այլ բնույթի խոչընդոտներ, ստեղծվել է մեկ շուկա եւ Հայաստանը շուկայից շատ մեծ օգուտներ է ստանում։ Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը շեշտում է, Հայաստանի հիմնական ապրանքային շուկան, որտեղ իրականացվում է արտահանումը, Ռուսաստանն է եւ այս առումով Հայաստանի տնտեսությունը իրական օգուտներ է ստանում։ Ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստանը հնարավորություն է ստացել ռեէքսպորտ իրականացնելու եւ հիմնական ապրանքային շուկան, որտեղ արտահանում է իրականացում, դա Ռուսաստանն է եւ այս առումով Հայաստանի տնտեսությունը օգտվում է։ Սրան ավելացնենք նաեւ այն քաղաքացիները, ովքեր որ Ռուսաստանից գումարներ են ուղարկում, նույնպես նպաստում են Հայաստանի տնտեսության մեջ ֆրանկաշրջանառության աճին։ Այս առումով ԵԱՏՄ-ի անդամակցությունը օգուտներ է տալիս տնտեսական Հայաստանին։ Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումների համաձայն գործող տնտեսական կապերի պահպանման պայմաններում Հայաստանի տնտեսությունը 2026 թվականին կարող է ապահովել ավելի քան 5% տնտեսական աճ։ Մասնագետները նշում են, որ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի կտրուկ թուլացումը կամ խոզումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գազի գների, լոգիստիկ համակարգերի եւ վարկային ռեսուրսների վրա։ Մասնագետների համոզմամբ ներկայումս Հայաստանի համար առանցքային հարցը մնում է տնտեսական կայունության պահպանումը, ինչը հնարավոր է միայն գործնական եւ հավասարակշռված արտաքին տնտեսական քաղաքականության պայմաններում։ Իրանում Ուկրաինայի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը ասիական երկրում իրավիճակի սրման պատճառով, այս մասին հայտնել է դիվանագիտական առաքելությունը։ Դեսպանատունը չի հստակեցրել, թե ինչ ժամկետներով է դադարեցրել աշխատանքը։ Իրանում գտնվող ուկրաինացիներին խորհուրդ են տվել լքել երկիրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Եմենում Սաուդյան Արաբիայի եւ անջատողականների միջև հակամարտության կարգավորմամբ զբաղվելու մտադրության մասին։ Նրա խոսքերն է փոխանցում Daily Mail թերթը։ Կարծում եմ, որ սա եւս մեկ պատերազմ է, որով մենք պետք է զբաղվենք, մենք նրան 9-րդ համարը կտանք, նշել է նախագահը։ Մինչ այդ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր ԱՄՆ-ն դադարեցրել է 8 պատերազմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Sky News-ի եթերում հայտարարել է, որ ինքն է որոշել ռմբակոծել Իրանը։ Ինձ ոչ ոք չէր համոզում, ես ինքս եմ ինձ համոզել, բացատրել է ԱՄՆ առաջնորդը։ Վերջինս նաև գովել է Իրանի իշխանություններին ցուցարարներին մահապատժի ենթարկելուց հրաժարվելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը Բրիջիթ Մակրոնը Դիսնեյլենդում ելույթ է ունեցել դիջեյական վահանակի մոտ։ Ֆրանսիայի 72-ամյա առաջին տիկինը երկրի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի հետ միասին հայտնվել է Փարիզյան Դիսնեյլենդում դիջեյական վահանակի մոտ եւ մինի ելույթ է կազմակերպել հիվանդ երեխաների եւ նրանց ընտանիքների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը կասկածի տակ է դրել Գրենլանդիայի նկատմամբ Կոպենհագենի իրավունքը։ Սպիտակ տան ղեկավարի տեղակալը Դանիան անվանել է համեստ տնտեսությամբ եւ բանակով փոքրիկ երկիր, որը ֆիզիկապես ի վիճակի չէ վերահսկել եւ պաշտպանել Գրենլանդիան։ Տարածքային վերահսկողության իրավունքի մասին վերջին 500 տարիների ընթացքում ի հայտ եկած բոլոր պատկերացումների համաձայն տարածքը վերահսկելու համար դուք պետք է ի վիճակի լինեք պաշտպանել, զարգացնել եւ բնակեցնել այն։ Դանիան զախողել է այդ առաջադրանքներից յուրաքանչյուրը, ասել է Միլլերը։ ԱՄՆ նախագահի վարչակազմը կարող է Դոնալդ Թրամփի նախագահությամբ ստեղծված խաղաղության խորհուրդը դիտարկել որպես ՄԱԿ-ին փոխարինող։ Նման տեսակետ է հայտնել Financial Times-ը, հողում անելով իրազեկ աղբյուրին։ Նշվում է, որ դա Գազայի սահմաններից դուրս հակամարտությունների կարգավորման համար ոչ պաշտոնական մարմին կլինի։ Պարբերականի տվյալներով սպասվում է, որ ԱՄՆ խորհուրդը կներկայացնի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հաջորդ շաբաթ։ Ընդ որում մանրամասները, թե ինչպես է կառույցը գործելու, չեն բացահայտվում։ Լիտվայի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի զինված ուժերի համար սարքավորումներ արտադրող գործարանը հրկիզելու փորձի մեջ, հաղորդում է Reuters-ը։ Ըստ Լիտվայի դատախազության 2024 թվականին գործարանի հրկիզման հետ կապված ձերբակալվել են 6 անձինք՝ Իսպանիայի, Կոլումբիայի, Կուբայի, Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիներ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ նրանք հնարավոր է կատարել են Ռուսաստանի ռազմական հետախուզության համար հանձնարարություններ, որոնց դիմաց
ստացել են $5,000-ից $10,000, նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Լիտվայի իշխանությունները կարծում են, որ հանցավոր խումբը հնարավոր է շարունակել է նմանատիպ դիվերսիաներ կատարել Ռումինիայի նավթային ենթակառուցվածքների օբյեկտներում, Լեհաստանի շինարարական պահեստներում, ավտոբուսներում, փոստային բաժանմունքներում եւ Չեխիայի կինոթատրոնում։ Արևմուտքը պետք է Ռուսաստանի հետ խոսի Ուկրաինայի մասին, այնպես ինչպես արևմտյան երկրները խոսում են միմյանց հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նախ պետք է Ռուսաստանի հետ խոսենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին, այնպես ինչպես խոսում ենք միմյանց հետ։ Մենք պետք է Ռուսաստանի հետ խոսենք որպես հարևան, ասել է նախկին գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով վաղ թե ուշ արևմուտքը ստիպված կլինի քննարկել Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման նոր ճարտարապետությունը։ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի մոտակայքում տեղակահրադադար հաստատելու վերաբերյալ, հայտնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մամուլի ծառայությունը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ապահովել է Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի համաձայնությունը տեղական հրադադար հաստատելու վերաբերյալ, որը թույլ կտա սկսել Զապորոժիեի ԱԵԿ-ի վերջին մնացած պահուստային էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, ասվում է հայտարարության մեջ։ Գործակալությունը հունվարի 10-ին սկսել է խորհրդակցություններ Զապորոժիեի ԱԵԿ-ի մոտակայքում ժամանակավոր հրադադարի վերաբերյալ պահուստային էլեկտրահաղորդման գիծը վերականգնելու համար։ Հապկում Ռուսաստանի նախագահության շրջանակներում հավաքական անվտանգության ապահովման միջազգային հանձնաժողովը 2026 թվականին կանցկացվի Մոսկվայում։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նույն հրամանագրով կազմավորվել է հանձնաժողովի կազմկոմիտեն։ Դրա նախագահ է նշանակվել փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում հաստատել կազմկոմիտեի կազմը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի շուրջ, հաղորդում է Reuters-ը։ Մենք բանակցություններ ենք վարում ՆԱՏՕ-ի հետ, ասել է նա պատասխանելով Գրենլանդիայի մասին հարցին։ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում, սակայն 2009 թվականին այն ստացել է ինքնավարություն, ինքնակառավարման հնարավորությամբ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Ֆրանսիական հայրենասերներ կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին դադարեցնել Ուկրաինայի համար զենք գնելու ամոթալի ֆարսը։ Ուկրաինական հակամարտությունը հետևյալ տեսքն ունի. դուք գումար եք տալիս Ուկրաինային, որով գնվում է ամերիկյան զենք, եւ հետո հայտարարվում ֆինանսական խնդրի մասին։ Եկեք վերջ դնենք այս ամոթալի ֆարսին։ Ոչ մի եվրո, ոչ մի զենք, ոչ մի զինվոր, Ուկրաինայի համար եւ պատերազմի համար, որը մերը չէ, հայտարարել է Ֆիլիպոն։ Նախորդին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են ինչպես տարածաշրջանային վերջին զարգացումներն, այնպես էլ ներքաղաքական օրակարգի հարցեր։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցին։ Հնչեցված կարծիքների եւ մոտեցումների հիման վրա որոշում է կայացվել շարունակել այս հարցի քննարկումները, իսկ վերջնական արդյունքների մասին համապատասխան ժամկետում տեղեկացնել հանրությանը։ Կուսակցության գործադիր մարմինը նաև իր խորը մտահոգությունն է հայտել քաղաքական բանտարկյալ, լրագրող եւ բլոգեր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ, ով իր ապօրինի կալանավորման դեմ պայքարի շրջանակներում գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։ Վերահաստատելով իր բացարձակ համերաշխությունը ինչպես Նարեկ Սամսոնյանին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մյուս քաղբանտարկյալներին, կուսակցության գործադիր մարմինը ընդգծել է, որ օրինական եւ հասանելի բոլոր միջոցներով ներառյալ միջազգային կապերի օգտագործման պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար։ Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը, դարձնելով դրական եւ հաստատել է վարկանիշը BB մակարդակում, այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ, սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ։ Այն վստահության հայտ է ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։ Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակողում է վստահության նոր փուլ, շնորհավորում եմ բոլորիս, նշել է Փաշինյանը։
2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել, 13 ոսկի, 29 արծաթ, 49 բրոնզ։ Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է, կիրառվել է տնային կալանք, այս մասին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ 14 ժամ դատական նիստ, փաստաբանական թիմով քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է, կիրառվել է տնային կալանք։ Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է, իդեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է, ասել է Վարդևանյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված 5 անձանցից 4-ի, այդ թվում П3 պաշտոնատար անձանց նկատմամբ կալանքի որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Միշտ հարցնում եք գերիների հետ կապված ինչ գործընթաց կա, մենք պատասխանում ենք այդ գործընթացը չի երևում, բայց անընդհատ իրականացվում է։ 4 գերիների վերադարձն այդ գործընթացի արդյունքն է։ Այս մասին ազգային ժողովում դրագրողների հետ ճեպազրույցում ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այնքան հաճախ որքան մենք հանդիպում եւ խոսում ենք գերիների մասին, երևի ուրիշ ոչ մի այլ թեմայով չենք խոսում։ Խոսքը միայն գերիների մասին չէ, մենք մշտապես խոսում ենք նաեւ անհետ կորածների մասին եւ այդ գործընթացն ավարտվելու է այն ժամանակ, երբ մեր հայրենակիցներից որևէ մեկն այլևս այնտեղ չի մնա, մեր համար տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան, դա ժամանակի հարց է, ես վստահ եմ, նշել է Ալեն Սիմոնյանը։ Տոնածառը հանում են, դա նշանակում է, որ նոր տարին այլևս նոր չէ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հրապարակել Հանրապետության հրապարակում հավաքվող տոնածառի տեսանյութը։ Սա նշանակում է, որ սիրուն աշխատանքային հաջող տարի է սկսվել, հավելել է Փաշինյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-ից 23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին, այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Թե վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սամվել Կարապետյանի տնային կալանքով փոխարինելու որոշումը, այդուհանդերձ նրանք քրեակատարողական հիմնարկ դեռևս չեն տեղափոխել։ Սամվել Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը հայտնել է, որ այս պահին Սամվել Կարապետյանը գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում, նա օրեր շարունակ բուժում է ստանում ստացիոնար բուժման մեջ, ասել է նա։ Գասպարյանը նշել է նաև, որ ինչպես ավելի վաղ հայտնել են ախտորոշումը COVID-ն է թոքաբորբը։ Հարցին, թե մինչև լիարժեք բուժումը նրան արդյոք չեն տեղափոխի քրեակատարողական հիմնարկ, փաստաբանն ասել է, որ չի կարող պատասխանել։ Չեմ կարող այդ մասին ասել, թե ինչպես կդրսևորեն իրենց մարդասիրության սկզբունքներում, դա այլ հարց է, բայց այս պահին հստակ կարող ենք ասել, որ նա Նաիրի բժշկական կենտրոնում ստանում է ստացիոնար բուժում, նշել է փաստաբանը։ Ուկրաինայում կայուն եւ երկարատև խաղաղության հաստատման համար անհրաժեշտ են համատեղ եւ փոխադարձ ջանքեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով խաղաղությունը չի կարող ինքնաբերաբար ձևավորվել։ Նրա ձևակերպմամբ, ինչպես ընդգծել է նախագահ Վլադիմիր Պուտինը, խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են համակարգված քայլեր տարբեր ուղղություններով եւ կողմերի միջև փոխադարձ պատրաստակամություն։ Խոսքը վերաբերում է այն բանին, որ խաղաղությունը ինքն իրեն չի հաստատվի։ Դրա համար պահանջվում են համատեղ ջանքեր, հանդիպակաց ուղիներով, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Այս հայտարարությունը Պեսկովը արել է մեկնաբանելով Պուտինի կոչը վերադառնալու գլոբալ անվտանգության ճարտարապետության քննարկմանը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը դժգոհություն էր հայտնել միջազգային իրավիճակի շարունակական վատթարացման կապակցությամբ, նշելով, որ աշխարհում տասնյակ երկրներ բախվում են իրենց իրավունքների անտեսման, քաոսի եւ իրավական կամայականության հետ։ Վաշինգտոնը սկսել է Մերձավոր Արևելք տեղակայել առնվազն մեկ ավիակ իր հարվածային խումբ Իրանի հետ լարվածության սրման պատճառով, հաղորդում է Fox News-ը հողմանելով ռազմական աղբյուրներին։ Նրա խոսքով դեռևս պարզ չէ խոսքը USS Abraham Lincoln ավիակրի, թե Նորֆոլկից եւ Սան Դիեգոից մեկնած նավերի մասին է։ Դրանց տարածաշրջան տեղակայումը ենթադրաբար կտևի առնվազն 1 շաբաթ։ ԱՄՆ օդային, ցամաքային եւ ծովային ռազմական միջոցները առաջիկա օրերին կժամանեն տարածաշրջան։ Նախագահ Դոնալդ Թրամփին տարբերակներ տրամադրելու համար, եթե նա որոշի հարվածել Իրանին։ Հեռուստաալիքի աղբյուրներից մեկը նշել է, որ եթե նախագահը որոշի ռազմական գործողություն սկսել, այն կլինի ավելի հարձակվողական։ Ռազմական պլանավորողները պատրաստում են մի շարք տարբերակներ, որոնց ընտրությունը կախված կլինի Իրանի իշխանությունների գործողություններից առաջիկա օրերին։ Պաշտոնյաները ուժերի տեղակայման գործընթացը բնութագրում են որպես խմբի տեղակայում։
Տոկիոյում հանդիպման ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին եւ Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնին համաձայնել են շարունակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը եւ Ուկրաինային աջակցել է հաղորդում է Կյոտո լրատվականը։ Երկու առաջնորդները նաեւ համաձայնել են Ճապոնիա եւ Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունները բարձրացնել հատուկ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նրանք նշել են, որ երկու երկրների միջև համագործակցությունը հետևողականորեն զարգացել է եւ վերջին տարիներին հարաբերությունները զգալիորեն խորացել են։ Ավելին, Տակայիչին եւ Մելոնին համաձայնել են, որ Եվրոպայի եւ Հնդկախաղաղովկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը անբաժանելի է։ Նրանք վերահաստատել են իրենց ծրագրերը շարունակելու համագործակցությունը ազատ եւ բաց Հնդկախաղաղովկիանոսյան տարածաշրջանի տեսլականն իրականացնելու համար։ Հունգարիան կարող է շուրջ 40 տարի շարունակել վճարել իր քաղաքացիների թոշակները այն գումարով, որը Ուկրաինան պահանջում է Եվրոպական միությունից։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, անդրադառնալով Կիևի ներկայացրած 800 միլիարդ դոլարի ֆինանսական պահանջին։ Օրբանի խոսքով այդ նույն միջոցներով Հունգարիան կկարողանա ոչ միայն 4 տասնամյակ ապահովել թոշակների վճարումը, այլև շուրջ 40 տարի ֆինանսավորել հունգարական ընտանիքների աջակցության ծրագրերը։ Սա սարսափելի մեծ գումար է, նրանք, ովքեր սովոր չեն բազմաթիվ զրոներով ավարտվող թվերին իրականում չեն պատկերացնում, թե ինչ հսկայական ֆինանսական հոսք է նախատեսվում Եվրոպայից դեպի Ուկրաինայի ծախսերը փակելու համար, ընդգծել է վարչապետը։ Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի պատրաստում ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, ինչի հետևանքով Եվրամիությունը ստիպված կլինի առաջիկա 10 տարիների ընթացքում ինքնուրույն բարելավել Կիևի 800 միլիարդ դոլարի պահանջը։ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան զավթելու ցանկացած փորձ Եվրամիության համար կարմիր գծի հատում կլինի եւ կվտանգի Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջև տնտեսական համագործակցությունը։ Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը։ Գրենլանդիան Եվրամիության մաս կազմող ինքնիշխան երկրի ինքնիշխան մասն է, սա այն բանը չէ, որի հետ կարելի է խաղալ, հավելել է նա։ Նախարարը շեշտել է, որ արդեն զգուշացրել է իր ամերիկացի գործընկեր Սքոթ Բեսենտին ԱՄՆ հնարավոր որոշման բացասական հետևանքների մասին։ Լեսկյուրը նշել է, որ եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի Եվրամիության դեմ, կղզու հնարավոր բռնագրավման լույսի ներքո Եվրամիությունը ստիպված կլինի հարմարվել դրան։ Գրենլանդիայի շուրջ ձևավորված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից արտառոց է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով տեղի ունեցող զարգացումները։ Նրա խոսքով ստեղծված իրավիճակը չի տեղավորվում միջազգային իրավունքի դասական նորմերի շրջանակում եւ պահանջում է զգույշ եւ խորքային գնահատում։ Վերջինս ընդգծել է, որ նման դեպքերը կարող են լուրջ ազդեցություն ունենալ միջազգային հարաբերությունների եւ իրավական հավասարակշռության վրա։ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործողություններին, հաշվի առնելով դրանց հնարավոր հետևանքները միջազգային անվտանգության եւ իրավական համակարգի համար։ Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Օմանը նշանակալի դիվանագիտական ջանքեր են գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու չհարձակվել Իրանի վրա եւ Թեհրանին հնարավորություն տալու ցուցադրել բարի մտադրություններ, հաղորդում է France Press գործակալությունը, հղում անելով Սաուդյան պաշտոնյայի։ Նա ասել է, որ երեք երկրները Վաշինգտոնից զգուշացրել են տարածաշրջանի համար լուրջ հետևանքների մասին լարվածության սրման դեպքում։ Նա հավելել է, որ բանակցությունները շարունակվում են ձեռք բերված վստահությունը ամրապնդելու եւ դրական վերաբերմունքը պահպանելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժ կիրառելու հնարավորությունը։ Եմենի կառավարությունը հրաժարական է տվել, իսկ արտաքին գործերի նախարար Շայա Մոհսեն Ալ-Զինդանի նշանակվել է երկրի նոր վարչապետ։ Այս մասին հաղորդում է SABA լրատվական գործակալությունը։ Շայա Մոհսեն Ալ-Զինդանի նշանակվել է նախարարների խորհրդի նախագահ եւ հանձնարարվել է ձևավորել կառավարություն, ասվում է Եմենի նախագահական կառավարման խորհրդի նախագահ Ռաշադ Մոհամմեդ Ալ-Ալիմիի կողմից հրապարակված հրամանագրում։ Հրամանագրի համաձայն ներկայիս կաբինետը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը։ Եմենի վարչապետ Սալեմ Սալեհ բին Բրեյքը ներկայացրել է կառավարության հրաժարականը։ Ալ-Ալիմին ընդունել է հրամանագիրը հունվարի 15-ին։ Հրամանագրում նշվում է, որ կաբինետի լուծարումը անհրաժեշտ է երկրում վերջին փոփոխություններին համապատասխան նոր կառավարության ձևավորման համար ճանապարհ հարթելու նպատակով։
ԱՄՆ հայտարարությունների ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները հրաժարվում են ընդունել ռազմական դաշինքի ներսում առկա պառակտման մասին ենթադրությունները, պնդելով, որ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ։ Այս մասին հաղորդում է Պոլիտիկոն, հղում անելով Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին։ Մեծ Բրիտանիան և նրա շատ դաշնակիցներ դժկամությամբ են ընդունում դաշինքում առկա ճաքերի մասին ցանկացած ենթադրություն։ Նշվում է հոդվածում. Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ավելի ուժեղ է, քան երբևէ։ Նա այս հայտարարություններն արել է պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այն ճգնաժամի մեջ է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրեն է վերագրում ՆԱՏՕ-ի փրկությունը։ Վերջինս պնդել էր, որ դաշինքը գոյություն չէր ունենա առանց իր առաջնորդության։ Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված զինվորին ինքնասպանության են հասցրել։ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այն է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։ Այս մասին հայտնել է քննչական կոմիտեն։ Վերջինս ձերբակալվել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հունվարի 14-ին ժամը 09:50-ի սահմաններում հայտնաբերվել էր Պաշտպանության նախարարության են զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին հրազենային վնասվածքով։ Զինվորին մահացած գտել էին Վարդենիսում մարտական հերթապահության ժամանակ նա եղել է խրամատում։ Վերջինս մոտ 6 ամսվա զինծառայող էր, 2025 թվականի ամառն էր զորակոչվել բանակ։ Գործարար Սամվել Կարապետյանին տնից տանում են կրկին ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, այս մասին հայտնել են լրատվամիջոցները։ Նշվում է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը դեկտեմբերի 30-ին փոխվել էր տնային կալանքի, դատարանը 4 միլիարդ դրամի գրավ էր սահմանել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է, թե Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ 2026 թվականի ընտրություններում Թուրքիան աջակցելու է Նիկոլ Փաշինյանին։ Նման բան չի ասվել լրագրողների հետ զրույցում, պնդել է Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանի խոսքով թուրք գործիչն ասել է, թե աջակցում են այն գործընթացին, որը տանում է Հայաստանի գործող իշխանությունը։ Նա ասել է, թե շնորհակալություն է հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին ու տարածաշրջանային բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, թրիփի շրջանակներում առևտուրը զարգացնելու կոչերին։ Սիրելի հավատացյալներ, վերստին տեղեկացնում ենք, որ Արագածոտնի թեմում նախկինում ծառայող Ստեփան Ասատրյանը, նախկին տեր Արամը եւ Արամայիս Թախմազյանը, նախկին տեր Թադեն կարգալույծ եղած են եւ իրենց կատարած ոչ մի արարողություն, մկրտություն, կնունկ, պսակադրություն, հուղարկավորություն, պատարակ, տնօրնեք կամ այլ ծեսեր վավերական չեն։ Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։ Մեր պարտքն ենք համարում տեղեկացնել ձեզ, որպեսզի ակամայից չսխալվեք եւ մեղք չգործեք, ասված է հայտարարությունում։ Եղանակը առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 17-ից 3-ն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան 18-ից 20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն։ Լեռնային առանձին վայրերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունվարի 17-ից 3-ը կգրանցվի -1-ից +1 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 1-ից 3 աստիճան ցուրտ։